Ինչպես հաղթել հպարտությունը։ Մատթեոս 4:5։ Մատթեոս 4:5։ Այն ժամանակ Սատանան առավ, տարավ նրան սուրբ քաղաքը եւ կայնացրեց նրան տաճարի աշտանակի վրա։ Եթե Սատանան ինչ-որ մեկին սկսում է ցավ պատճառել, հավատացեք, ինքը կանգ չի առնելու։ Ոչ մեկին չթվա, որ ինքը զգալու է այդ ցավը քո խղճալու է քեզ կամ ինչ-որ մեկին ու ինքը կանգ առնելու տեղ, ինքը կանգ չի առնելու, որովհետև ինքը դաժան է։ Ինքը դաժան է։ Սա չգիտեմ ում համար է հայտնություն, բայց տարիներ առաջ դեռ, շատ տարիներ առաջ դեռ ես դա զգացել եմ, որ Սատանան վերջ չունի այդ դեպրեսիավ տանջելու կամ տանջելու մարդուն ընդհանրապես։ Եվ ինքը կանգ չի առնի դրանում, որովհետև ինքը սիրում է, որ ինչ-որ մեկը ցավ է զգում, ինչ-որ մեկը տառապում է։ Եվ ինքը կանգ չի առնի այնտեղ, ինչին ինքը հասել է։ Հիսուս կանգնած է տաճարի գլխին, Սատանան գրված առավ եւ տարավ տաճարի աշտանակի վրա հասցրեց եւ ասեց. «Գցի քեզ տեղից, որովհետեւ գրված է, որ քո հրեշտակներին նա իր հրեշտակներին քեզ համար հրաման ա տվել, որպեսզի ոտքդ քարին չկպնի»։ Գիտեք, Հիսուս ինքը հրաժարվեց թռնել։ Գիտեք, սա կարա հենց տեսեք հպարտության մասին է խոսքը։ Հպարտության մասին է խոսքը։ Քեզ Սատանան կբարձրացնի շատ եւ կուզենա, որ դու որոշ գործողություններ անես։ Եթե երբ Սատանան ձեր առաջ հարց է դնում, որովհետեւ հարց դրեց եթե։ Չգիտեմ ում մտքերի մեջ է եկել այս բանը, որ Սատանան կասկած է բերել մեր մեջ։ Հնարավոր է հենց եթե տառով չի եկել, թվով, բառով, եթե մտքով չի եկել, բայց քո մոտ կասկածներ եկել է, անպայման եկել է։ Եթե ինքը հարցական է բերում, որ կասկածը քո մոտ հարցական կա, ուղղակի ձեռքեր բարձրացրած եւ հարցական նշան արա իրան։ Հավատա, որ դա իրան գժվել կտա, անպայման գժվել կտա։ Գիտեք, ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Մադաբուկոն ասում էր, երբ որ Սատանան քեզ ասում է, վատ է, իրավիճակներ վատ է, ասում է ուղղակի հրաժարվի ասես վատ է, որովհետև դա իրան գժվացնում է, երբ որ դու տվյալ իրավիճակի մեջ չես ասում վատ է, լռում ես, ավելի լավ է լռես։ Գիտեք, եթե դուք ասեք, դա իր համար ձեզ ոտք դնելու տեղ է։ Չեմ ասում, դուք մի քիչ վատ եք զգում, ասեք վատ եմ զգում, բայց երբ որ իրավիճակներն ընդհանուր վատ ու Սատանան ստիպում է, որ դու ասես պանիկա անես, իրարանցնես, կամ վախենաս, կամ կասկածես, իր հարցերը վերցրեք ու բարձրացրեք օդ հարցական նշանով։ Դա իրան լուրջ գժվացնում է, ինքը դիվահարվում է դրանից։ Գիտեք, որ Սատանան դիվահարված է։ Եթե դուք անեք դա, ինքը անպայման կգնա։ Դա նրան դուր չի գալիս։ Դա նրան դուր չի գալիս, երբ որ դու իր հարցին հարցով պատասխանես։ Ինչ։ Գիտեք, իրան դուր չի գալի, երբ որ դուք գոռում եք։ Ինչին պետք է չծվծվալ, այլ գոռալ։ Չէ, ոչ էլ ճվալ, ոչ էլ բացական չէ, ոչ էլ բղավել, գոռալ, աղաղակել։ Դա իրա դուրը չի գալիս։ Գիտեք, իրավիճակ կա, որ բարձր է խոսում քո դեմ եւ քեզ հետ, եւ Սատանան բարձր է խոսում, երևույթ է ցույց տալիս, բարձր է խոսում, ավելի բարձր դուք գոռացեք։ Դա իրա դուրը չի գալիս։ Սկսեք փառաբանել Աստծուն, դա իրա դուրը չի գալիս։ Ոնց։ Չէ որ քո համար շատ վատ է։ Ի՞նչն է պատճառը, որ դու հրաժարվում ես ասես վատ է։ Սկսի փառք տալ ասում։ Ուղղակի փառք տուր ասում։ Ասում կարաս ասես, նա քեզ ինչ կա, դու ուղղակի ասում ես։ Չէ, ուղղակի չեմ ասում։
Հնարավոր է սկզբից շատ ծանր եղնել, բայց փառք ես Տեր Հիսուս։ Հնարավոր է երկրորդ անգամ փորձես, երրորդ անգամ սկսի փառք տալ։ Փառք տալ։ Հավատացեք, Աստված իրավիճակը փոխելու։ Սկսեք հավատալ։ Սկսեք հավատալ, Աստծուն հավատալ։ Դա իր դուրը չի գալիս, երբ որ դուք հավատում եք, երբ որ դուք աղաղակում եք, երբ որ դուք փառաբանում եք, դա իր դուրը չի գալիս։ Որովհետև ինքը ստախոս է, որովհետև ոնց իմ սուտը չանցավ, իմ սուտը ոնց չանցավ։ Տեսնում ա, որ դու ընդհանրապես բան տեղ չես դնում իրան։ Շան տեղ չես դնում իրան։ 4:6-ում Մատթեոս 4:6-ում ասում է, եթե դու Աստծո որդին ես, տեսեք, անդադ այս խոսքով է գալիս։ Քեզ այստեղից վայր ձգի, որտեղ գրված է իր հրեշտակներին պիտի հրաման տա քեզ համար, որ ձեռքերի վրա վերցնեն քեզ, որպեսզի չլի թե ոտքդ քարին խփես։ Հիսուսը նրան ասեց, դարձյալ գրված է, թե քո Տեր Աստծուն չփորձես։ Սա մի ամբողջ թեմա է, քո Տեր Աստծուն չփորձես։ Մենք շատ անգամներ հենց նոր ենք ապաշխարել, նոր ապաշխարած մարդկանց շրջանում շատերին ենք տեսել, որ շատեր փորձել են Աստծուն։ Աստվածաշնչում ընդհանրապես մի տեղ կա գրված, որ ինձ փորձեք, Մաղաքիա 3:10, մի անգամ ինձ փորձեք։ Հասկանում եք, բայց ոչ մի տեղ էլ գրված չի, որ ինձ փորձեք։ Այսինքն նկատեք Հիսուս գայթակղությանը այնպես էր պատասխան տալիս, ոնց որ թե այդ նույն հարցն է հնչում, որովհետև Հիսուս 100% գիտեր, որ ծննդոցը նույն բանն է տեղի ունեցել Եվայի հետ։ Նույն բանն է տեղի ունենում իր այդ 4000 տարի հետո։ Նախ եւ առաջ այդ նույն տակտիկան է, նույն գործողությունն է։ Եկուց մյուս օրը ավելի եթե թվային դառնա ամեն ինչ, ավելի ռոբոտիզացվի ամեն ինչ, նորից ինքը նույնն է մնալու։ Նորից իր սուտը, իր գայթակղությունները նույնն է լինելու։ Ստեղից քեզ վայր գցի։ Գիտեք, այս անցած դասն եմ ասում, որ 4000 տարվա մեջ ոչինչ չսովորեց։ Իրան թվում էր, թե ինքը 4000 տարի առաջվա իր առաջ շոուն նորից անելու ու դա ստացվելու է։ Եվ այն ասեց, տեսնում ես պտուղը, նա պետք է քո ստամոքսին։ Պատկերացնում եք։ Տեսնում ես, ասեց, ախորժելի էր երեմ, սա քո ստամոքսին պետք է։ Նույն բանով Հիսուսին էր գայթակղում։ Ասա քարերին հաց դառնան։ Ստեղից քեզ վայր գցի։ Սատանան միշտ խփում է մարդուն գոտկատեղից ցած։ Ոչ մի անգամ չի արձակվում հենց կոնկրետ հոգու վրա։ Սա քեզ համար հայտնություն կլինի, որովհետև ինքը չի ուզում գործ ունենա քո հոգևոր բաժնի հետ, մասի հետ։ Քո հոգևոր մարդու հետ չի ուզում գործ ունենա, որովհետև ինքը չի կարա, երբեք չի կարա քո հոգևոր մարդուն հաղթի։ Ինքը կարա քո ֆիզիկական եւ շնչավոր ոլորտին հաղթի։ Պատկերացնում եք, որովհետև դրա կարիքները ամեն օր կա, իսկ հոգու կարիքը դա Աստված է, դա իր խոսքն է։ Ինքը այդ ոլորտում քեզ չի մոտենա անգամ։ Ինքը երբեք այդ ոլորտում քեզ չի կարա էլ որը մի հաղթանակ ունենա քո վրա։ Բայց ահա այստեղ ստամոքսն է խոսում։ Ահա այստեղ խոսում է հպարտությունը, ահա այստեղ խոսում է նախանձը, մրցակցությունը։ Այստեղ խոսում է մարմնի բաները։ Դրա համար ինքը գալիս է, որպեսզի մեզ ավելի շուտ ոչ թե հոգու հետ կոնկրետ կոնֆլիկտ ունենա կամ կռվի, այլ մարմնի ոլորտում քեզ հաղթի։ Շնչի ոլորտում քեզ հաղթանակ ունենա քո վրա։ Այսինքն հարձակվում է մարմնի վրա։ Եվ անսոված չէր։ Էլի են կրկնում, երրորդ շաբաթն են կրկնում, երրորդ դասն են կրկնում։
Եվան սոված չէր, ուղղակի հասկանում եք, просто тебе скучно. Փագետ խալազինիկը, փագետ սառնարակ, դու սոված ես, ուղղակի դու քեզ համար ինչ-որ մի բան, բայց Հիսուս սոված էր։ Գրված է, որ Հիսուս սովածացավ, անոթացավ, բայց Եվան սոված չէր։ Ախրում կինը այդ ձև չի, հասկանում եք, գոնե տղամարդ եղներ, կասե հա, չդիմացավ, այս խի կինը։ Եթե ուզում եք ամենացած մասով ապրել, ձեզ համար վատ նորություն կա։ Դուք չեք մոտենա երկնքին։ Երկնքին չեք մոտենա մոտիկ։ Մենք ավելի մեծ բանի կարիք ունենք, մենք ավելի շատ բանի կարիք ունենք, քան դա որովայնն է։ Երկրագնդի վրա 10-ից 8-9 մարդ որ կրամոլ է։ Տեսնում եք որտեղից է գալի խնդրեմը։ Դեռ Եդեմից։ Սա անկում ունեցած մարդու նկարն է։ Եթե ուշադիր նայեք, շատերը ապրում են հենց դրա համար, ապրում են ուտելու համար։ Մեզ էլ ասում են, չէ, պետքա ուտես ապրելու համար։ Մարդը կա ծնվել է ուտելու համար։ Մարդը կա, որ իմանար հացը ինչ բան է, չէր ծնվի։ Այդ ձև թևավոր խոսքերը կա։ Մարդը աշխատում է, որ ուտի։ Ու աշխատում է լավ, որ լավ էլ ուտի։ Ես չեմ ասում կոնկրետ ինչ-որ մեկին եմ բան ասում ստեղ կամ լսողներից, բայց այդ ձև մարդիկ կան, որ մտնում են հենց ուտելու տեղեր աշխատել։ Որոնտեղ էլ ուտեն։ Որոնտեղից էլ ուտեն։ Ասում են օգուտով գործա։ Չէ՞, օգուտով գործի տեղն են մտնում, որ օգուտ չկա, մտնում են այնտեղ ինչ անեն։ Հասկանում եք, զգում եք այդ տարբերությունը, որ իրականում ճիշտ է, որ երկիր մոլորակի վրա 10-ից 9 կամ 8 մարդ, որ կրամոլություն ունի։ Այսօր աշխարհի մեծ մասը ավելի շատ սոված է։ Եվ պատկերացրեք, կռահեք մի քիչ էլ այս ձև բան, որ ները գա, հակա Քրիստոսը գա հայտնվի, որը ասում է 666 պետքա դաջեն կամ ձեռքերի վրա, կամ ճակատների վրա։ Հարցը ուտելու հարց է, ապրելու հարց է, եւ շատերը սրա վրա ընկնելու են։ Շատերը այստեղ համաձայնվելու են իրանց ճակատին կամ աջ ձեռքին դրոշմվի 666-ը։ Ես գիտեմ ինչ ձևով, ես չեմ ուզում իմ վերսիաներն ասեմ, ընդհանրապես Աստվածաշնչյան տեսանկյունն եմ ասում։ Թե ինչ ասում Աստվածաշունչը, ոնց ասում, ես մեկնաբանություն, բացատրություն չեմ տալիս, որովհետև հենց տենց է գրված է։ Ովքեր չընդունեցին իրանց ճակատի եւ ձեռքի վրա։ Իրանք ավելի շուտ ընդունեցին իրանց մահը, հալածանքը, չարչարանքը, անուն Քրիստոսի։ Եվ այսօր ովքեր որ ասում են ժամանակ չունենք, կիրակի գան, գործի են, գիտեք, լիքը հավատացյալներ կա, որ պետք է հեշտությամբ ընդունեն դա։ Ուզենք, չուզենք։ Որովհետև ամեն ինչ պետք է անեն հանուն ստամոքսի։ Պատկերացնում եք ինչքան հեշտ է լինելու շատերի համար դա։ Պետք է կանգնեն մի քիչ ընտրության առաջ, հետո պետք է ընտրեն եւ արդարացնեն դա իրանց համար։ Ամեն ինչ կանեն հանուն ստամոքսի։ Չգիտեմ մտածել եք սրա մասին, թե չէ, ես ինչքան հավատքի մեջ եմ, ես դրա մասին ժամանակ առ ժամանակ մտածում եմ։ Սկզբից բոյկոտեցին
սոցիալականի քարտերը, այն կապուտ քարտերը, դա ներից աշտրիխները, հետո լռեցին, հետո բոլորը ունեցան սոց քարտեր, ID քարտեր, մի կե խանութներից առնված ապրանքներից յուրաքանչյուրի վրա շտրիխ կոդեր կա։ Ինչ դա նշանակում է, որ իրանց հոգին ծախեցին, չէ։ Ուղղակի սատանան ինքը հիմար չի, որ այդձև գավ վախացնի, ասի, դա իմ դրոշմն է։ Բայց ժամանակ առ ժամանակ բաները փոխվում եւ ամեն փոփոխությունների հետ ադապտացիա տեղի ունենում։ Մեզ ադապտացնում են աստիճանաբար։ Սա փորձ էր COVID-19-ը։ Սա փորձ էր։ Մեծ համերգից առաջ փորձ էր սա։ Եվ նկատել եք, որ նորությունները ինչ է ասվում։ Հունվարից թոշակները չեն ստանա թղթադրամի տեսքով։ Չեմ ասում սա լրիվ ների ծրագիրն է, բայց աստիճանաբար տանում է կոնկրետ մեծ ելքին։ Գիտեք, որ շատ ճանապարհներ կա, որոնց 99%-ը տանում է դժոխք։ Մեկ ճանապարհ կա, որ երկինքա տանում, դա Հիսուսն է։ Չէ, իստմա պետք է հայտնության գիրքը քարոզել ժամանակ առ ժամանակ, որովհետև եկեղեցին ուզում եմ իմի գա, ուզում եմ սթափվի։ Ինչ է նշանակում որոշների համար դա։ Ինչ է նշանակում դա որոշների համար։ 666-ը ինչ է, դա ուղղակի դրոշմ չի, դա որգրամոլության հետ կապված բան է, ես էլ եմ ասում, աշխարհի մեծամասնություն սովի մատնված է այսօր, սոված է, այն երկրներ մանավանդ, որ միլիարդավոր, միլիոնավոր մարդիկ կան ապրող, և չունեն, հնարավորություն չունեն ապրելու, հայթայթում են, աղբանոցներում են փորփրում, և երբ որ հանկարծ իմացեք ները գա, հանկարծ հայտնվի։ Շատերը իրան կառավարությունը պետք է ընդունեն հալած յուղի պես, որովհետև նախ եւ առաջ իրանք պետք է ասեն, այս ձևի մեզ ղեկավար էր պետք, որովհետև ամեն ինչ էժանացրեց, ամեն ինչ հասանելի դարձրեց, պատերազմը չկա երկրի վրա, բայց դա ընդամենը 3 տարի ու կես պետք է տևա։ Մյուս 3 տարի ու կեսը արդեն ինքը կպատրի իր դիմակը։ Իր դիմակը կպատրվի եւ ինքը կսկսի հալածել եւ սպանել շատերին, գլխատել հիմնականում նրանց, ովքեր հրաժարվեցին դրոշմ ընդունելու։ Ինչ պետք է լինի։ Դու չես կարա առնես, չես կարա ծախես, բնականաբար։ Պատկերացնում ես։ Ինչ է մնում անելու։ Ստեից փախչել, ուր փախչել։ Մեծամասնություն ինքը պետք է կառավարի, ղեկավարի, իշխի։ Նկատել եք, որ Հովմիշան տարիներով ասում է, ունեցեք ձեր սեփական հողամասերը, ունեցեք ձեր հողակտորները, դուք սկսեք ցանել, դուք սկսեք արտադրել։ Դա հնարավոր է, որ դու ունենաս քու սեփականը, եւ դու ոչ մեկին պարտավոր չլինես եւ ոչ միտեղ ոչ առնես, ոչ ծախես այդ ժամանակներում։ Հնարավոր այս թեորիան ինչ-որ մեկը լսի, ասի դա խելքին մոտ չի։ Ես ասում խելքին մոտ է, որովհետև մարդիկ միշտ ապրել են գյուղատնտեսությունով, հողից են ապրել։ Հասկանում ես։ Ոչ թե համակարգից, որովհետև սատանան ուզում է համակարգի մեջ մտցնել եւ ասի, որ ես կտամ քեզ ուտելու, ես կտամ, ես։ Ընդամենը ինձ երկրպագի, ավել բան չեմ ուզում։ Իմ եղի եւ վերջ, ես քեզ կապահովեմ։ Եվ դու ինձանի գող կլնես և կասես, մենս քո նման ղեկավար, քո նման առաջնորդ էր պետք։ Եթե մեզ համար ոչինչ կա, հանուն որի մենք կարանք ապրենք, ու միայն ստամոքսը լսնենք, ապա դուք նպատակ չունեք։ Հանուն ստամոքսի ես ապրում, ու նպատակ չունես։ Եթե մեզ համար չկա ոչինչ, հանուն որի մենք կարանք ապրենք, ու միայն ստամոքսը լսնենք, ապա մենք նպատակ չունենք, ուղղակի մենք գոյություն ենք պաշտպանում, մենք գոյություն ունենք։ Առավոտը վերակենում, ինչ պետք է ուտի կեսօրին, ինչ պետք է ուտի։ Գիտենք, մեկ էլ շատ եմ նկատել, որ
ոնց են որոշ ազգեր վախում, որ հանկարծ սոված կմնան ու կմեռնեն։ Դա մեր սպիտակ հարևաններն են։ Որոնք վախում են, որ հանկարծ չուտեն կմեռնեն։ Ես հիշում եմ բաբուլյա կար մի հատ, որ ասում եմ, «Ոյ, եթե ես չուտեմ, ես կմեռնեմ, երևի սովից կմեռնեմ»։ Դեռ մինչև հմիկ 1941-ից 45 թիվը սովը այդ տարիների երևի հիշողություն է դառը։ Գործում են։ Թող մենք չծերանանք Տեր Հիսուս։ Գիտեք, ավելի լավ է ստամոքսը դատարկ լինի, քան ուղեղը, միտքը։ Պատկերացրիք ինչ ասեցի։ Իրեք, երբ որ մարդը ինքը ազատ է, իր միտքը ազատ է, իրան հեշտ է կողմնորոշվի։ Ավելի լավ է ստամոքսը դատարկ լինի, քան խելքդ, ուղեղդ։ Ուղեղը, միտքդ ավելի լավ է ազատ լինի։ Մենք լսողները ինձ կքննադատենք, ասեն, ոնց, ես խոսում եմ ու կպնում եմ ձեր ворկրամոլությանը, ձեր Աստծուն։ Այդ այնց։ Չեմ վիրավորում որևէ մեկին, ուղղակի լսում եմ ինչ-որ տենց հակառակություն, որ որոշները կլսեմ կասեն, բերջ դուրս եմ գալի ես էջից։ Խնդիր չկա, դուրս արի, բայց ճշմարտությունը ոչ մեկ չի փոխի, ոչ մի բան, ոչ մեկ չի կարա ճշմարտության դեմ, ապա միայն նրա համար կարա։ Սատանան սկզբում խփեց Հիսուսի մարմնի տարբեր տեղեր, ստամոքսին, սոված էր Հիսուս։ Հետո տեսավ, որ չի ստացվում իր մոտ, ինքը սկսեց մոտենալ հոգևորապես։ Եվ իր նպատակը փորձելն էր Աստծուն, որ Հիսուս փորձի Աստծուն, ստեղից թռի։ Հոգևոր մասերին։ Այսինքն սատանան անում էր մի բան, որպեսզի հնարավորություն տար, որ Հիսուսը պարտանար։ Դուք պատկերացնում եք ինչքան պետք է հիմար լինի, որ ուզենա Հիսուսին հպարտացնի։ Թռի այստեղից։ Սատանան միշտ մարմնավոր միջոցներ ունի, անելու ինչ-որ բան հոգևոր։ Ես իմ միտքը կբացատրեմ։ Ես դրա մասին արդեն խոսում եմ և դրա մասին կբացատրեմ։ Ամեն ինչ կանի սատանան, ամեն միջոց կանի մարմնավոր, որպեսզի ինչ-որ բան անի հոգևոր։ Այսինքն մարմնավորի միջոցով ինքը ուզենա այդ բանը հոգևորացնի։ Եթե դու թռչես տեղից, դրա տակ կասենք, դրա տակ հոգևոր բան կար։ Չգիտեմ, հնարավոր է չեք հասկանում ինչի մասին է խոսքը, մի կբացատրեմ։ Հիսուս մեզ այս բան ասեց, մահարի դեղ էլ կխմեք, ձեզ վնաս չի լինի։ Տեսեք, սա ֆիզիկական բան է, մարմնավոր բան է, բայց սրա տակ հոգևորություն կա, բայց սատանան ուզում ասա խեղաթյուրել։ Եթե դու թռնես տեղից, սաղ գազետներում քո մասին կգրվի, ինտերնետում դու կպայթես, աստղ կդառնաս։ Քո համբավը, քո մոտ միլիոնավոր պրասմոտերներ կգրանցվի։ Մենակ թե գրանցվի հոգևոր մի հատ ձև հաղթանակ։ Մարին դեղ խմեք հանկարծ, սա հանկարծի մասին է խոսքը։ Միգուցե քեզ թույն են, միգուցե քեզ դեղ են, թունավոր են։ Եվ հանկարծ ասում է օձեր ձեր ձեռքը բռնեք, ոչ թե գնանք ու փորձենք Աստծուն ու օձ բռնենք, ցույց տանք, սա իմանան, սա թնդագան սրատակ հոգևորություն փնտրեն։ Բայց չէ, եթե հանկարծ Պողոսի ձեռքը հանկարծ իշ դուրս եկավ կրակից եւ բռնեց։ Հասկանում եք, որոշները ուզում են, որ ջրերի վրա քայլեն։ Եվ գնում եւ մեծ դեմոնստրացիաներ են ստեղծում ինչ-որ լճերի վրա ու շատերը խեղդվում են։ Նման վկայություններ շատ կա, որ փորձում են Տիրոջը, ուզում են ջրի վրով քայլեն, բոլորին ուզում են ասեն, որ սա դեմոնստրացիայի օր է, այսինքն մարմնավոր երևույթի միջոցով ինքը ուզում է բաները հոգևոր շինի։ Բայց Հիսուս ինքը ասեց, որ դրանք հոգևոր կարան լինեն, եթե հանկարծ դա տեղի ունենա ձեզ հետ։
Հանկարծ թույն են։ Եթե դուք գիտեք Սատուսուն Տարսինգը, որին թունավորում են իր ընտանիքը։ Իր ընտանիքը իրան թունավորում է։ Իր ուտելիքի մեջ թույն է դնում ու ինքը ուտում է։ Դու կիսա մեռած, մահամերձ ընկնում է հավատացյալների ձեռքը։ Գտնում են իրան, կիսա մեռած։ Բերում են, սկսում են աղոթել, պահել, բուժումներ են անում եւ երկար ժամանակ հետո նոր ուշքի է գալի, խելքի է գալի։ Աստված պահում է ամենայն դեպս իր կյանքը։ Մենք չենք կարող ասենք, որ դա պատահականություն է։ Կամ մարդիկ, ովքեր որ հափշտակվել են ստեղից ընդերից եւ միգուցե քայլել են ջրի վրա։ Մենք դա չգիտենք։ Մենք գիտենք Հիսուսի պատմությունը, եթե կա պատմություններ ավելի գերազանց, բայց դնել դեմոնստրատիվ եւ սատանան քեզ դրդի, որ դու թույն խմես կամ օծ քեզ կծածնես կամ ջրի վրով քայլես, դրանով այս մարմնավոր գործողությունով ուզում են սատանան ուզում է հոգևորացնել այս ամեն ինչը։ Համար ես չեմ զարմանում, առաջ շատ է զարմանում, որ հենց ինտերնետը դուրս եկավ, շատ հավատացյալներ սկսեցին ինտերնետային ֆեյքերին վրա տալ, կտցել, ուտել, կլիվատ անել ես ձև ասած։ Ոյ հրաշքները, հլնայեք, ու սկսին կիսվել, իրանց է ջերը, որ մեկին կարաս ասես արդեն, որոնց շատերին է չես ճանաչում։ Ում ճանաչում ես, ասում ես, դա ֆեյք է, դա սուտ է, դա չի կարա լինի։ Երկնքում ինչ-որ դեմոնստրացիաներ, ինչ-որ հրեշտակներ։ Գիտեք, Հիսուս ասեց, որ չփնտրեք ձեզ համար նշաններ։ Շատերը կասեն այս օրը Քրիստոս տեղա, Քրիստոս ընդեղա եւ հրեշտակային պաշտամունքներ կանեն, ոնց որ ասում է Կողոսացի նամակը։ Եվ բաներ, որ չեն տեսել եւ դրա մեջ միջամուխ են լինում եւ ասում են. «Օ, ես եղավ»։ Գիտեք, մարդիկ, որ վկայություն պատմեն, դուք իմանաք դա ճիշտ է թե չէ, հոգու մեջ։ Վկայություն կստանաք։ Իսկ երբ որ դու չես հասկանում, ուղղակի նայում ես այդ կադրերը ու ասում. «Վայ, միացես փուճուր կին կա ինտերնետում»։ Արդեն ինչքան ժամանակ գնում է։ Յանում իրա թևը ծուռա, կարճա, աղոթում են դզվում է, ուղղվում է ու նորմալանում է։ Եվ այս կինը ամենտեղ դեմոնստրացիան մեծ իրանց քարոզիչ հետ փող են հավաքում։ Իրա թևը չգիտեմ ինչ անում, հետո ինչ անում։ Նույնիսկ քո թևը ամենտեղ երկարացնում են, ուղղում են քեզ։ Սուտը։ Հասկանում եք, մարդիկ ոնց են ուտում սուտը։ Բայց ճշմարտության ոչ մեկ չի հավատում, որ գրված է։ Որովհետև շատերը ուզում են կարճ ճանապարհով հասնեն հոգևոր բաների։ Եվ սատանան մարմնավոր բաների տակ, տեքստերի տակ հոգևորացնում է շատ բաներ։ Գիտեք, միգուցե պատմեմ դա մի ծառայության, միգուցե չպատմեմ։ Երբ որ հավաքվում են Աստծո գեներալները, Վիլյամ Բութը, գիտեք, գեներալ Վիլյամ Բութը, փրկության բանակի առաջնորդը, որտեղ Սմիթ Վիգլսվորդն է ապաշխարել, գեներալ Բութը, ես իրա մասին նյութ եմ դրես վերջերս, երեք կամ առաջ օր, բավականին շատ ոստիկաններ կա իրա 4 կողք, ինքը մեջտեղն է։ Եթե պատմություն չեք կարդում, դե ոչինչ, ես կարդում եմ, դա համար դնում եմ։ Հավաքված են լինում, ասում է, դու որտեղ էիր, այս քանի օր, դու որտեղ էիր, չկար, դու ոնց կարամ, չէ՞ ասենք, ուր էիր դու ծառայության չկար։ Ես երկնքում էի։ Ոնց երկնքում էիր։ Հա, երկնքում էի։ Ինչ էիր անում։ Պատմի։ Սմա պատմել։ Դե ինչ ա եղել, հափշտակվել ա երկինք։ Գիտեք, իրական հրաշքները, որ մարդը լսում է, հասկանում է, որ դա Աստված է։ Ջետ կնիկ ամեն տեղ իրա թևն է ուղղում։ Գնա տունը ձված է գարա, չայ դիր, ընտանիքիդ կերակրի, աշխատի։ Եկա կնիկ ես ընկել ես մախինացիանով ես զբաղվում։ Հասկանում եք, չի ինչի մասին է խոսքը։ Կարող ասեք անցած դասը լավ էր գնում, այսօր լավ չի գնում։ Գիտեք, Հիսուսին պետք չէ ընդհանրապես որպեսզի իր անունը թնդար որևէ մի այսև սոցիալական կայքում։ Հիսուս դա կարիք չունի։ Միգուցե էլի Կիրակի խոսամ դրա մասին, որ
ասո գեներալներից մեկի մասին։ Բնական սովորական բան պատմեմ, բայց այստեղ մթնոլորտը դուք տենակ որ դմբմա Էվեն Ռոբերտսի մասին։ Եթե չգիտեք Էվեն Ռոբերտսի մասին, հիմքվանց գնացեք, գրեք Էվեն Ռոբերտս, նայեք իր պատմությունը, լսեք Ուելսի արտնության առաջնորդներից մեկը, գլխավոր առաջնորդներից մեկը 1900 արծեմի 4 թվականին գեներալների պատմության մեջ կա Էվեն Ռոբերտսը, ավելի Ուելսի արտնության մասին է խոսքը։ Հիսուսին պետք չէր ընդհանրապես որպեսզի իր անունը թնդար լրատվամիջոցների կամ առաջին էջում։ Մարդկա չէ, ինքը միշտ սկանդալների մեջ տեղը մայից մանավանդ քաղաքական գործիչներ կա այդ ձևդեմ, որ իրանք միշտ սկանդալի առաջի էջում են։ Եվ իրանց PR-ը, դա PR-ը, դա ված չի, իրանք ված չեն զգում դրան ժողովուրդ։ Դա իրանց անունն է մեծացնում, իրանց հեղինակություն ճանաչված են դառնում։ Հասկանանք, վատ թե լավ, մի ձևի բարձրանում են, բայց Հիսուսն ընդհանրապես կարիք չուներ դրան։ Դա Հիսուսի նման չի։ Գիտեք, Հիսուս ինքը հրաշքներ անում եւ տեղ ասում էր, բան չասես ոչ միտեղ։ Էսե ասում էր, հա, ամեն ու գնում էր դուրս ու պատմում էր, եւ Հիսուս հայտնի էր դառնում։ Եվ Հիսուս դա չէր պայմանավորվում եւ ոչ մի բան չէր կազմակերպում այդ ձև։ Թռիր կտուրից։ Որովհետև իրան ասում են թռի կտուրից, իրան ասում են թռի կտուրից։ Գիտեք, ավելի կարևոր գործեր կան, քան կրիշից թռնելը։ Եկեք համաձայնվենք։ Պատկերացնեք, ես կիրակի օրը ծառայություն եմ կազմակերպում, կրիշից թռնում է հովիվը։ Բոլորը տեսնում են, որ սալթո տալով ինքը ոտքի վրա կանգնեց, եւ բոլորը ծափարում եւ գոռում են հալելույա, փառք Հիսուսին։ Մեր հովը թռավ կրիշից, Տերը իրեն պահեց։ Օյ։ Ոչ, Հիսուս ավելի կարևոր գործ ունի, քան կրիշից թռնի, կամ են մյուս կրիշից թռնի, թող բեթմենները, թող այդ սարդ մարդիկ թռնեն։ Հիսուս կարիք չունի դրան։ Այսինքն սատանան հպարտանալու հնարավորություն է ուզում, տա որ ինքը թռնի եւ սաղ սալամատ գետնին իշնի, ասի, օ, ալելույա։ Հիսուս հաղթարեց դա։ Ասեց քո Տեր Աստծուն չփորձես։ Չէ՞ մենք կարիք չունենք բացատրենք։ Մի հատ լեզուներով դե խոսա տենամ, ուզում ենք մենք դեմոնստրացիան, ես մկրտված եմ Սուրբ Հոգով։ Ուզում ես խոսամ շախարալամ, դեմոնստրացիա պետք չի, ոչ մեկի մի ապացուցի, որ դու մկրտված ես լեզուներով խոսում ես։ Կիմա ջան, դու ես կարիք ապացուցել։ Խոսա լեզուներով։ Քո Տեր Աստծուն մի փորձի, եթե ուզում եք ցույց տալ կամ ապացուցել, թե ով է Աստված, դուք խնդրի մեջ կընկնեք։ Միթե դուք պետք է Աստծուն ցույց տաք կամ Աստծուն դեմոնստրացիա անեք, որ Աստված դրանով հայտնի դառնա։ Պատկերացնեք, Աստված հայտնի դառնալու խնդիր ունի։ Չունի Աստված հայտնի դառնալու խնդիր։ Ինքը չունի դեմոնստրացիա, լինի քո միջոցով ու դու զենաս ապացուցես, որ ինքը կա։ Եղել է դեպքեր, որ ես չգիտեմ, խի ծառայության ժամանակ հենց սկզբից սկսել ենք աղոթել Սուրբ Հոգին իջել է, ռեալ իջել է։ Ես չեմ պատկերացել, որ դա լիճը մարդ կա, որ առաջի անգամ հայքի։ Ես չեմ էլ ուզեցել իրան բան ապացուցեմ, ուղղակի ուզեցել եմ աղոթեմ։ Չեմ ուզեցել, ընդհանրապես չեմ մտածել, որովհետև դա քեզ կրուտոյ անեմ, դու ձեռ ես դնեմ, դու դև ես քշեմ, բայց դա եղել է ինքնաբերաբար։ Դա չի եղել, որ ես մտածել եմ, թե մարդ կա կամ ստեղ դեմի շարքում են իրանք։ Ուզում եմ իրանց բան ցույց տամ։ Իսկ պետք չի իրանց բան ցույց տամ։ Ապացուցեմ Աստծուն, որ Աստված է դա։ Ասացի, որ մարի դեղեր են խմում, ջրի վրա են ուզում փորձում քայլեն։ Աստծուն փորձելը ընդհանրապես փառք չի բերում ժողովուրդ։ Աստծուն չի կարելի փորձել։ Դա Աստծուն չի փառավորում։ Իսկ ինչ որ մեկը ուզում է թութուն ծամի։ Ավելի լավ է թարգել այդ ծխելը եւ կնոջ հետ, քու կնոջ հետ լավ հարաբերություններ ստեղծես, քան ուզենաս այդպես մատրաբազի բաներ անես։ Դա ավելի լավ փառք կբերի Աստծուն։
երբ որ ընտանիքեմ գնաս, փոխես իրավիճակ, դա սոդուրը կգա։ Ինչպես հաղթահարել Աստծուն նվիրվածության հարցը, դա խնդիր է ժողովուրդ, շատեր չեն կարողանում հաղթահարել սա, չեն կարողանում նվիրվել, ընծայվել, ինչպես հաղթահարել սա, 4:8 գրված է, Մատթեոսի 4:8, Սատանան նորից առավ, հանեց նրան խիստ բարձր լեռան վրա և ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները և նրա փառքը։ Եթե ինձ ընկնես երկրպագես, եկեք ստեղ 8-րդ խոսքը կանգնենք և ասում է ցույց տվեց։ Ըստ ձեզ Սատանան ինքը ոնց ցույց տվեց։ Գիտեք, աշխարհում դեռ չկար կինոմատոգրաֆիան, բայց Սատանան մի լավ կինո ցույց տվեց։ Սկսեց իր կինոները պտտել, ցույց տալ, իր ժանրերը, այստեղ սենց կլի, այդտեղ նենց կլի։ Դու գիտեք, սա պատկերացում է բերում, երբ որ դուք լսում եք, եւ նա ցույց տվեց աշխարհի հարստությունները, թագավորությունները, լրիվ գահերը, հարստությունը, փողը, ոսկին, շորերը, հասկանում եք, լավ մեքենաները, ցույց տվեց ամենայն, որ դու նազիր վեզիրներով լրիվ պատտվում ես կոնկրետ մայբախներով։ Առաջի ամենաուժեղ կինոն էր, որ ցույց տվեց Սատանան։ Ամբողջ հարստությունները աշխարհի։ Դա էր նպատակը։ Տասերորդ խոսքը։ Այն ժամանակ Հիսուս նրան ասեց. «Ետ իսկ գնա Սատանա, որովհետև գրված է քո Տեր Աստծուն երկրպագություն անես ու միայն նրան պաշտես»։ Այն ժամանակ Սատանան նրան թողեց։ Եվ գրված է հրեշտակները եկան եւ նրան սպասավորություն էին անում։ Օրինակ Մարկոս ավետարանում ավելի ուժեղ է գրված, որ ասում է եւ ինքը վայրի գազանների հետ էր եւ հրեշտակները նրան ծառայում էին։ Ես միշտ եղել է, որ աղոթել եմ հենց սկզբից ապաշխարելուց հետո։ Ես միշտ ուզեցել եմ հրեշտակ տեսնեմ, բայց վախեցել եմ։ Միշտ։ Չգիտեմ, մանկական, ասենք, միամտություն է, ինչ է, որ մտածել եմ, որ ես կուզեմ հրեշտակներ տենամ։ Ես միշտ այդ եմ երազել, հրեշտակներ տենամ։ Բայց եղել է ժամանակ, որ ասեմ, իսկ ինչի Հիսուսին չտեսնել։ Իսկ ինչի Հիսուսին չտեսնել։ Տեսանք ստեղ Հիսուսն է, Հիսուսին ծառայեցին։ Սատանան իրանից հեռացավ եւ հրեշտակներ եկան եւ իրան ծառայություն են մատուցում։ Գիտեք, միշտ գերագնահատել եմ այդ հրեշտակների դերը։ Մանավանդ երբ որ այս վերջերս այդ անիմացիոն հրեշտակներն տեսան, ասում իրոք չեմ ուզենա տենամ։ Որովհետև պատկերացնում ես, աչքի հետ բացես ու մի աչքանի այնտեղ մի բան կա, որ թևեր ունի, կսարսափես ավելի շատ։ Ոչ մի սարսափ ֆիլմը չունի այդ ձևի տեսարան, քան հրեշտակներն են։ Որովհետև հրեշ բառը դեմն է, հրեշտակ։ Երբ որ ասում են հրեշտակ, մարդիկ այդ բառը չեն լսում, առաջի բառը չեն լսում, հրեշ բառը։ Արմատը հրեշն է։ Եվ իրանք լուրջ աչքերով լցված։ Մի հատ հասարակ բան ասեմ, այն փոքր սարդին, որ մոտեցրած ցույց են տա մի 5 ֆար ունի, դու սարսափում ես արդեն։ Դա մի փոքր սարդ է, որը մեծացրած է մի քանի հազար անգամ եւ ինքը մի 5 հատ աչք ունի կամ 6-7 հատ աչք։ Դու արդեն քեզ համար շատ դժվար, բարդ է դառնում քեզ համար։ Ինչ մնաց հրեշտակներ տեսնենք։ Ես դեմ չեմ տեսնելու, բայց մինչև չհաղթենք Սատանային, հավատացեք, մենք պատրաստ չենք լինի հրեշտակների համար։ Հրեշտակները մատակարարում ու ծառայում են այն մարդկանց, ովքեր հաղթում են Սատանային։ Սատանային հաղթելուց հետո դու կարող ես հանդիպումներ ունենալ, գերբնական դրսևորումներ ունենալ։ Դա հոգևոր մասն է արդեն։ Դա երկրպագության ոլորտն է, դա իր հոգու ոլորտն է, ինքը հաղթեց հոգու մեջ։
Ինքը արեց դա։ Սատանան թեպետ մոտեցավ ամեն կողմից, բայց Հիսուս հաղթեց իրան։ Եվ ինչին ինքը հաղթել է, ինքը մեզ է տվել դա։ Այդ հաղթանակը մեզ է տվել, ու մենք էլ հաղթենք։ Հիսուս մեր օրինակն է։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ դուք չիմանաք այդ բանը, ուղղակի գտեք այդ տեղը, որ Հիսուս մեր օրինակն է։ Եբրայեցիների գրքում կարող դուք գտնեք, որպեսզի կարողանանք վերին եւ ներքին եւ մեջտեղի մասերում պաշտպանել մեր կյանքը, հոգի, շունչ, մարմին։ Հիսուս մեր օրինակը պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք իրականում պաշտպանել մեր մարմինն է, հոգին է, շունչն է։ Ամեն գայթակղություններից։ Հիսուս գիտեր ոնց հաղթեր։ Հիսուս գիտեր ոնց հաղթեր։ Եվ ոչ միայն ինքը գիտեր ինչպես հաղթել, ապա ինչպես հաղթահարել նաև մերժվածությունը։ Ինչպես նաև հաղթեր մերժվածությունը։ Ինքը գիտեր հաղթել ես, գիտեր հաղթել մյուսը, բայց նաև գիտեր ինչպես հաղթել մերժվածություն։ Կա ասես, թե ես ինչ ասեց, ընդեից ընդեմ մտավ, բայց ինքը ունեցել այս խնդիրը։ Մենք միայնության թեմայում ես կանցնենք ավելի շատ, բայց ինչպես հաղթել մերժվածություն։ Սատան փորձում էր Հիսուսի սիրտը լցնել վախով։ Հիսուսի սիրտը լցնել վախով։ Չէ, մի պատկերացրեք, դուք անապատում եք, գիշեր եւ ցերեկ։ Անապատում եք, մենակ։ Այնտեղ կան օձեր, կարիճներ, շակալներ, ամենայն դեպս գնացեք անիած տուն, իրիկուն դուրս եկեք իրանց հայտ, հերիքա, որ շակալները սկսում են գոռալ, արդեն մի հատ վատ բան ես զգում քո մեջ։ Զգացողություն, անհարմար զգացողություն ես ունենում։ Ուղղակի մի բան մտածեք, որ դուք մենակ եք եւ սատանան դեմ առ դեմ ձեզ է հանդիպե։ Լպլյուս, որ այդքան էլ գազան կա։ Լպլյուս, որ ինքն է եկել հենց։ Չէ, լուրջ եմ ասում, հետ զգացել եք, որ դևերը մոտեցել են ձեզ կամ սատանան, ինչ-որ հարցակում է ձեզ վրա գնացել, ինչ է ձեզ հետ կատարվում։ Գիտեք, Հիսուս չվախեցավ։ Հիսուս չվախեցավ։ Սատան փորձում էր իր սիրտը լցնել վախով, մերժելով եւ վախացնելով, որ տպավորություն թողնի, որ Հիսուս ընդհանրապես ոչ մեկին պետք չի։ Տպավորություն թողնելով, որ Հիսուս ոչ մեկին պետք չի։ Երբ որ ես առաջ նոր էի կարդում, նոր էի ապաշխարել, իմ մոտ լիքը ձև տպավորություններ եղել։ Սխի Հիսուս չկարեցավ ստի էս անի, ստեղ են անի։ Խի ինքը խաչից չի չավ։ Ես էլ եմ մտածում այդ ձև ոնց որ սատանան էր ասում, իջի խաչից։ Մատթեոս 26, 69 եւ 74 խոսքերը։ Պետրոսը դուրս եկավ, գավիթը նստել էր դուրսը, եւ մի աղախին եկավ նրան եւ ասեց. «Դու Գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ Այդ փոքր աղջնակ մոտեցավ ու ականջ կտրող Պետրոսի ասաց. «Դու Հիսուսի հետ էիր»։ Բայց նա ամենքի առաջ ուրացավ ու ասեց. «Չգիտեմ, թե դու ինչի մասին ես խոսում»։ Երբ դուրը ելավ, մի հատ ուրիշ աղախին եկավ, տեսավ եւ այնտեղ եղողների հետ ասավ նրան. «Սա էլ էր Հիսուս Նազովրեցու հետ»։ Պատկերացնում եք, Պետրոսը նորից երթում անում, հորս արև, ընդ բան, լիքը բաներ է երթվում։ Բայց մինչև այդ ասում էր. «Ես քո հետ մինչև մահ էլ կգամ, բանտ է կգամ»։ Գիտեք ովքեր ինձ երբևիցե շատ ես քեզ սիրում եմ, վայ, հով ջան։
Այդ մարդուց ես վտանգ եմ զգացել, որ մի օր ինքը դավաճանելու է, մեջքից խփելու է, ուրանալու է, բունտ անելու, հակառակվելու է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Փորձվելու է քո խոսքերը։ Վայ, չէ, սիրում եմ, եկեցի սաղից սիրում եմ։ Հովիվ, ես քեզանին եղացած եմ։ Մի քանի վաղտ անցնում է, այդ բանն ես լսում։ Եվ ստեղ ասում է, սա էլ Հիսուս Նազովրեցու հետ էր Պետրոսը նորից երթում անում եւ ուրանում է եւ ասում է, ես այդ մարդուն ընդհանրապես չեմ ճանաչում։ Մի քիչ հետո այնտեղ եղողներից եկան, մի քիչ երրորդ խումբը արդեն գալիս։ Դե մի հատ աղջիկ, մի հատ աղախին եկան եւ ասին Պետրոսին. Իրոք դու ես նրանցից մեկը, որովհետեւ քո խոսացածդ էլ քեզ մատնում է, որովհետեւ հանկարծ Պետրոս ասեց. Ալելույա։ Եվ ասեցին դու ես հավատացյալ։ Դու ես Հիսուսի հետևից գնացել։ Եվ այն ժամանակ սկսեց անիծել, էլ խոսալ, չեմ ճանաչում եւ վերջ, իրոք չեմ ճանաչում եւ այնտեղ գիտեք չէ ինչ ձեր բառ են ասում։ Ես այն մարդուն չեմ ճանաչում, նույն պահին հավը խոսած։ Հիսուս գիտեր ինչպես հաղթել մերժվածություն, իրան մերժեց միակ մարդը, որ իր հետևից գնում էր։ Իրան մերժեցին բոլորը, սաղ փախան։ Ով ուզում է թողա Հովիվ ջան, քեզ ուզում է թողա, ես քեզ չեմ թողա, ես կտանեմ քեզ մեր տուն։ Կպահեմ, ակուրատնի, կդնեմ սերվան, սուտ խոսքեր են, ստուգվելու են։ Հիսուս գիտեր ինչպես հաղթել մերժվածություն, երբ դա արեց, իր աշակերտներին Մարտա ուղարկեց եւ ասեց. գնա Պետրոսին ասա եւ իմ եղբայրներին ասա, որ ձեզ դուրս եմ գալի հանդիպման, շուտով ձեզ կհանդիպեմ։ Պատկերացնում եք Հիսուս ինչ կրուտոյ է իրոք։ Չասեց այդ Պետրոսն է։ Հորտում էր տալի, այնտեղ ուշունցներ էր տալի, քփուրներ, հայհոյանքներ էր տալի, անիծում էր ինքը իրան։ Հոր գերեզման էր երթում, Չգիտեմ ինչի ծնված եմ, ամեն ինչ ասում էր, որ մենակ թե ինք չի, բայց Հիսուս իր մեջ մուրջ պահեց, գնացեք ասեք Պետրոսին ու իմ եղբայրներին, շուտով ես կգամ ձեզ մոտ։ Ուժեղ ասա, կհանդիպեմ ձեզ մոտ ժամանակներս, եթե մեկը ով կարող է ատել, ապա դա կարող է միայն լինել Աստված։ Պատկերացնում եք, Աստված կարա մենակ ատի։ Մարդկային ատելությունը սուտ է, այդքան ուժեղ չի, բայց մենակ Աստված կարա ատի, բայց ինքը չատեց։ Ինքը սիրեց իր աշակերտներին, սիրեց մարդկանց։ Պատկերացնում եք Աստծուն, որին 6000 տարի մերժում են, մարդկությունը մերժում է, ավելի շատ մասը մերժում է, քան ընդունում է, բայց ինքը միևնույն է սիրում է։ Սա ուժեղ է ժողովուրդ, սա իրականում ուժեղ է։ Իրան մերժում են, բայց ինքը միևնույն է սիրում է։ Մենք չենք կարող այդ ձև լինենք։ Մենք պետք է իրապես լինենք, բայց իրապես մենք չենք կարող անենք, որովհետև չունենք իր էությունը, սիրտը, փոխի մեր սիրտը։ Մեզ տուր քո էությունը։ Եվ Տերը գիտեր, թե ինչպես հաղթահարել մերժվածությունը։ Գիտեք, ոչ մեկս իրավունք չունենք ատելու, որովհետև եթե ատի, մենակ Աստված կարա ատի, բայց ինքնը չի ատում, հասկանում եք, մենք իրականում անընդհատ պետք է լուրջ այս թարմացնենք մեր մտքերը, կառուցենք մեր մտքերը, որ իրավիճակ գա ասենք, որ մենք իրավունք չունենք դա անելու։ Հետո զարմանա, քո հանդեպ էս այլն, հա, ուզում ես այդ ժամանակ ատոմային ռումբ դառնաս ու պայթ ես այնտեղ, որ իրանք սա մեռնեն։ Բայց հետո հասկանում ես, որ դա ճիշտ չի, նույնց ես ընդունում, ասում ես, քո հանդեպ, այ քիչ է, այ թենց քո գլխին ինչ ասես արեցին, շինեցին քո գլխին, բայց դու էլի միամիտ ես, ինչ արած,
ընտրում ես վերջինը, էլի ներես, էլի սիրես, էլի ընդունես։ Չգիտեմ, դժվար բան է, օրը 7 անգամ, 77, ամեն մի քանի րոպեն մեկ դու ներես, Տեր, տուր մեզ հենց այդ սիրտը։ Հետո 47 խոսքից կարդամ, այն ժամանակ սկսեց անիծել, երթում անել, ես այս մարդուն չեմ ճանաչում, եւ հետո 75-ը Պետրոսը միտքը բերեց Հիսուսի խոսքը, որ իրեն ասում էր դեռ հավը չխուսացած, 3 անգամ պիտի ուրանաս ու դուրս ելնելով դառնապես լացեց։ 26-49 խոսքը։ Եվ շուտ Հիսուս մոտեցավ, ասեց. ողջուն քեզ։ Եվ շուտ Հիսուսին մոտենալով այն մատնող մարդը Հուդան մոտեցավ Հիսուսին, Մատթեոս 26:48-ից լավ կարդամ։ Նրան մոտեցողը նրանց նշան տվեց ասելով, որին կհամբուրեմ, նա է, բռնեք նրան։ Նայեք ինչ ասում։ Եվ շուտով Հիսուսին մոտենալով ասեց. ողջուն քեզ վարդապետ։ Բարև հովիվ ջան։ Տեր Հիսուս։ Ինչ զգացել եք այդ բանը։ Պատճում ասում է վարդապետ։ Ողջուն, բարև։ Բայլույս հովիվ ջան, արդեն գիշերվա միլիոննա Գեցսեմանում։ Ինչ բայլույս։ 30 կտոր արծաթնեց լույսա տվ իրան թվում առավոտ է։ Համբուրեց նրան։ Վաու։ Հիսուսն էլ ասեց նրան. ընկեր, ինչու համար դու այստեղ եկար։ Հիսուսն նրան ընկեր կոչեց։ Իրան մատնելուց, պաչելուց, դավաճանելուց, ուրանալուց հետո դու իմ ընկերն ես։ Ժորդ, ստեղ գրված է դա։ Կրոնավոր մարդիկ չեն սիրում Հիսուսին։ Բայց Հիսուս իրան, ով որ մատնեց, նշան տվեց իրան, իրավրով չէ։ Գիտեք, Հիսուս այնքան ուժեղ էր, որ ինքը ներեց այդ մարդուն։ Սա Հիսուսն է։ Իրան կոչեց ընկեր։ Այս մի բառի մեջ մեծ խորություն կա։ Ալավ տո դայտովա։ Պատկերացնեք, մենք այդ ձև ենք անում։ Մեզ բան չեն արել ընդամենը։ Մեզ ոչ մի բան դեռ չեն արել։ Հետո վայդա թող փախչի։ Չգիտեմ, ինչ թազա բառեր կա, ես չգիտեմ էլ աշխարհում ինչ թազա բառեր են օգտագործում։ Բայց գիտեմ, որ ասում են իրար փախար։ Թող դավապշե։ Գիտեք Հիսուս թե ինչ ասեց։ Հիսուսը ուղղակի ուժեղ էր։ Ինչ կարող եմ քեզ համար անել։ Հիսուս այդ ձև կարար արտահայտվեր դեռ։ Պատկերացնում եք իրան մոտեցել է Հուդան, դավաճանել է, փողը վերակալ է արդեն։ Եկել է, մատնում է, պատճում է, վարդապետ ասում, հովիվ ջան, ջան։ Եվ Հիսուս իրան այդ իրավիճակում հարցնում է. ինչով կարամ քեզ օգնեմ։ Պատկերացնում եք։ Քեզ մատնել է տվյալ պահին, այդ նույն վարքյանին արդեն դու բռնվել ես, բայց հարցնում ես ինչով կարամ քեզ օգտակար լինեմ։ Եվ կարար։ Հիսուս ուժեղ էր։ Գիտեք Հիսուս դեռ կարա օգնի։ Դեռ շատ բան կորած չի։ Պետք է ուղղակի ապաշխարել, դառնալ իրան։ Եթե ուրացել ենք, եթե իրան մատնել ենք։ Գիտեք, եթե ձեզ ծախեն, եթե ձեզ մատնեն, ես մի բան եմ ասում, մենք պետք է ավելին առաջ գնանք ու ավելի շատ ապրենք իրանցից։ Գոյատևենք, հաղթենք։ Հաղթեց Հիսուս նաև անվստահությանը։ Հիսուս վստահում էր Աստծուն, երբ որ ինքը ոչինչ չուներ։ Սա կարևոր բան է։
Գիտեք, երբ որ դու ունես ամեն ինչ եւ վստահում ես Աստծուն, դա չի իրականությունը։ Իրականությունը, երբ որ դու ոչինչ չունես եւ ապավինում ես Աստծուն։ Մատթեոս 8-րդ գլուխ 20-րդ խոսքը մենք սա տեսնում ենք։ Դեպի ես ասում եմ ուրիշ կոնտեքստի մեջ խոսամ, բայց հիմա այս ձև կասեմ։ 19-րդ խոսքը մի կետ վերևից կասեմ։ Մի դպիր մոտեցավ նրան եւ ասեց. «Վարդապետ, ես քո ետևից պիտի գամ ուր որ գնաս»։ Հիսուս էլ նրան ասեց. «Աղվեսները ողջեր ունեն, երկնքի թռչունները բույներ, բայց մարդի որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Հիսուս վստահում էր Աստծուն, երբ որ ինքը ոչինչ չուներ։ Եթե մենք կարանք սա սովորենք, սա հավատքի դաս է, որ դու չունես վստահում ես, որ դու ունես պետք է ավելի շատ վստահես Աստծուն։ Մարդկային անվտանգային բացակայությունը նրան չէր անհանգստացնում։ Անվտանգային բացակայությունը, բացակայում է պատերը, բացակայում է կտուրը քո գլխից եւ դու պատկերացնես չոլում ես քնում։ Մարդկային անվտանգությունը սա է, որ մարդը ինչ որտեղ պաշտպանված լինի, բայց սա չէր անհանգստացնում Հիսուսին, որ ինքը իր գլուխը դնելու տեղ չունի։ Եթե գնար անգամ եւ այնտեղ իրան ընդունեին, ինքը գլուխը տեղ դնելու ունենար մի դաշտում, ինքը վստահում էր Աստծուն էլի։ Լավ, ուրիշ ձև ասեմ։ Ես զարմացած եմ, որ հավատացյալները մթից վախենում են։ Բա որ դու գերեզմանայի կողքը ապրեիր ու քեզ միշտ պետք կլներ, որ գերեզմանայի կողքով գնայիր գայր։ Ինչ պետք է ալներ քո հետ։ Ոչնեն դա անհանգստացնում է, որ քանի որ պաշտպանված չեն զգում իրենց։ Զգացել, որ դուք պաշտպանություն կա, որ չեք զգում ձեզ վրա։ Դուք անպաշտպան եք ձեզ զգում։ Հիսուս ընդհանրապես իրան չէր հուզում, որ անվտանգությունը իր բացակայում է, ինչ որ տեղ, ինչ որ բան, ինչ որ տան մեջ, ինչ որ մարդկանց շրջապատում, գոնե մի վրանի տակ, Հիսուսին դա չէր անհանգստացնում։ Քանի որ սա անհանգստացնում է շատերիս պաշտպանության հարցը, որ իրանք չեն զգում պաշտպանված։ Վայ սրա պաշտպանության կարիքն ունեն, նրա պաշտպանության կարիք ունեն, վայ ինձ պաշտպանի, թիկունքիցս պաշտպանի, վայ ինձ ուրիշի մոտ պաշտպանի, պետք չի։ Սա խոսում է, որ Հիսուս ընդհանրապես կարիք չուներ մարդկային անվտանգության, ինքը պաշտպանված էր Աստծուց։ Մենք նշում ենք Սաղմոսը պետք է մեր կյանքը շինենք։ Մենք ավելի լավ պաշտպանություն ունենք տենցով։ Եվ եթե մեր պաշտպանությունը անհայտանալ, մենք լավ պաշտպանություն ունենք։ Լավ պաշտպանություն ունենք։ Ու մենք այդ ձև պետք է ապրենք, մինչև որ անցնենք Զաբորի մյուս կողմը, հավիտենականություն։ Այդ ձև պետք է ապրենք, ոչ թե ապաշխարելա, բայց այդ հարցը չի լուծվի։ 1000 տարի իր մոտ չի լուծվի։ Հասարակ բան, տանը մենակ մնալուց, որոշները իրանց տաները մեն են վախենում։ Մի քիչ մտնաշաղինը վերջ, ինքը դիվահարվում է, գորդերոց ալնում։ Ասում խիչ եք դասի գալիս։ Հա, վեցին, արդեն մտնում է, ոյ, մթին, ինչ վախում էր քեզ ալմոլորակային է գողանան, հապշտակեն, քեզ ուտեն, թե ինչ մի լավ բան էր, որ քեզ էլ տանեին իրանց տուն կամ։ Հատուկ սենց բան էր, էքզեմպլյար էր, քեզ տանողը սենց կլնի։ Այո։ Փառք ես Հիսուս։ Հիսուս զորություն ուներ տիեզերական ցասմանը հաղթելու համար։ Տիեզերական ցասմանը հաղթելու համար։ Մարկոս 4 գլուխ 37-39 խոսքերը։ Մարկոսը Մատթեոսից հետո է։
Բայց երբ որ դուք սկսում եք կարդալ, հետո եք սովորում, որ տենց է։ Բայց որ չեք կարդում, չի տպավորվում, որ Մարկոսը Մատթեոսից հետո է։ 37-39 խոսքերը։ Մեծ փոթորիկ ելավ եւ ալիքները նավի վրա են գալիս, այնպես որ գրեթե լցնում էր։ Եվ ինքը նավի ետևի կողմը բարձի վրա քնած էր։ Արթնացրին նրան եւ ասին. «Վարդապետ, հոգը չէ, որ մենք կորչում ենք»։ Ու ելնելով սաստեց քամուն եւ ծովին ասեց. «Դադարիր եւ լուր մնա»։ Քամին դադարեց ու մեծ խաղաղություն եղավ։ Մեծ խաղաղություն եղավ։ Եղիան էլ կարողացավ իրավիճակ փոխել։ Զգացել եք, որ փոթորիկ, անձրև, կարկուտ, դուք աղոթում եք ավելի ուժեղանում։ Նկատել եք։ Դե որ դա չի օգնում, պապենական մեթոդն անենք, աղը շպրտենք դուրս, կախարդություն անենք։ Ոչ։ Բայց նկատել եք, որ մեր աղոթքից հետո ամեն ինչ ավելի վատն անում։ Բայց գրված է, որ Եղիայի խոսքով անձրև չեղավ, հետո Եղիայի խոսքով անձրև եղավ։ Մենք ինձ ասում են, այս հանքի հարցը ոնց պետք է լինի։ Ասում եմ, երբ որ ես ասեցի հանքը փակվի, ես հավատք ունեի դրան։ Բայց երբ որ ասեմ հանքը բացվի, ես հավատք չունեմ։ Բացելու հավատք չունեմ։ Գիտեք, որովհետև պատճառներից մեկը սա է, համոզված պետք է լինենք, որ դա դուք ձեզ համար չեք արել։ Всё, հարցին լրիվ պատասխանը ունեմ։ Ես դա ինձ համար եմ արել, ես ինձ համար չեմ արել, լավն ասում եմ, մի մասով հա, որովհետև ես այնտեղ աշխատում եի։ Բայց իրականում այդ օրերին նաև ինձ շատ անհանգստացնում էր էկոլոգիան, որովհետև այստեղ լիքը ռակով հիվանդներ են հայտնվել արդեն։ Եվ եթե դա ձեր համար չեք արել, դա եղել է թագավորության հետաքրքրությունների համար, ուրեմն դա արդարացված է։ Պատկերացնում եք, դուք ձեզ համար ուզում եք կարկուտ բերեք, անձրև բերեք, այն անեք ձեզ համար, ձեր քմաճույքներին, դες բան չի կարա լինի։ Եթե դա թագավորության հետաքրքրությունների չի համընկնում, ուրեմն չի լինի ժողովուրդ։ Եղիան փակեց, որովհետև Աստված ասել էր, որ ասա խոսք եւ ես փակելու եմ։ Ասա հետո ես կբացեմ։ Որպեսզի Աստված փառավորվի, ոչ թե դու ուզես, վայ, բանը, քոքուտան լույսը չի, որ սեղմես միանա, քոքուտան զուգանի բաչոկը չի, որ թոգը քաշես ջուրը գա։ Ոչ։ Համոզված եղեք, որ դա չեք անում ձեզ համար, դա չի աշխատի։ Ուղղակի իմացեք, որ դա չի աշխատի։ Ես պրծնում եմ մի ծմբրեք։ Եթե դա թագավորության համար չի, եթե դա թագավորության համար է կամել, իմացեք, որ Աստված սիրում է թագավորությունը։ Եվ կորցնի Աստված, եթե դա թագավորության համար է։ Օրինակ ասեմ, որ հասկանաք ավելի։ Միշտ երբ որ հորս ասում է ինձ փող տուր, ես ինչքան փող։ Ասում են ինչ պետք է անես։ Այդ չխմաղ բան է ասում ես չէ։ Բայց երբ որ եկավ մի ժամանակ, որ ես ասում եմ ես պլանն ունեմ, ես ասում եմ ինչքան է պետք։ Եվ հետաքրքրությունը համընկնում էր իր հետաքրքրությանը։ Այսինքն Աստված սիրում է իր թագավորությունը եւ իր թագավորության հետաքրքրության համար ինքը կորտնի դա։ Եվ ոչ թե քոքը մաճույքն է, այսով անձրև բերեց։ Այսով անձրև արավ։ Այսով ձյանկնոպքեն սեղմեց։ Պատկերացնում եք, նոր քաղաքը սա աղոթ էր, մեկ աղոթումա ձյուն գա, մեկ աղոթումա չետ չգա, մեկ աղոթումա թող անձրև գա, մեկ ու պատկերացնում եք քաղաքը ինչ վիճակա տիրեմ։ Միտեղ ձյուն է գալի, միտեղ կարկուտ է տապում, միտեղ սելաֆա, միտեղ ցեխա, միտեղ ջրեր եղա, միտեղ էլ երաշտ է։ Աստված տեն չի գործում։ Աստված իր թագավորության հետաքրքրություններից ելնելով է գործում, որովհետև սիրում է իր թագավորությունը։ Իսուս գիտեր նաև վերջի միտքը, ինչպես հաղթել ցավը։ Ինչպես հաղթել ցավը։ Ղուկաս 23 Ղուկաս 23
34 խոսքը։ Ու ես ավարտում եմ։ Մյուս դասը մենք կանցնենք միայնությունը։ 23:34 33 խոսքից կարդամ, երբ գագաթ ասված տեղը հասան, այնտեղ խաչը հանեցին նրան եւ այն չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմում խաչեցին։ Հիսուս ասեց. «Հայր, թողություն տու դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու ժամանակ վիճակ ձգեցին։ Հիսուս գիտեր ինչպես հաղթահարել ցավը եւ անգամ ատելությունը, որովհետեւ դա իրար հետ էր։ Իրան ատում էին եւ ինքը ցավերի մեջ էր։ Տերը օրհնի ձեզ։ Մյուս դասը 23-րդ դասն է, միայնության թեման է։